Հոկտեմբերի 29-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է շարունակում ABC Մեդիան, եթերում լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բարի օր։ Այս ժամի համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռի դռան մոտ, նրան սպասասրահում սպասում էին կինն ու 4 անչափահաս երեխաները։ Կարգալույց քահանան փոխել է Հովանավանքի դռների փականները և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի։ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազային, Նեթանյահուն բարկացել է։ Եվ այսպես Հովանավանքում մատուցված պատարագի փաստով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի խոսքով սուրբ պատարագ մատուցելու իրավունքը բացառապես պատկանում է հայ առաքելական եկեղեցուն։ Նա հիշեցրել է, որ անգամ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել և գտնվել է թշնամու տիրապետության տակ, պատարագը միշտ մատուցել է հայ առաքելական եկեղեցին։ Ցավոք Կիրակի հոգևորական հայր շնորհքին խոչընդոտեցին այս ծեսը կատարել։ Նրան թույլ չտվեցին մատուցել պատարագը և խախտվեց նաև մեր ազատ տեղաշարժի իրավունքը։ Միաժամանակ Հովանավանքի քահանա Տեր Մանուկը գործընկերոջս հայտնել է, որ Կիրակի պատարագ մատուցած կարգալույց հոգևորական Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը։ Այս պահին միայն նա ունի բանալի, ինչի հետևանքով մյուս հոգևորականները չեն կարողանում իրենց ծառայությունը իրականացնել եկեղեցում։ Շուրջ 1 շաբաթ առաջ է փոխված, բոլոր դռների մուտքի դռների բան այդպես այդ միջուկները հանել էին։ Ազգային անվտանգությունն ասել է, որ վարչապետի գալով է պայմանավորված, որ մենք այդ ներսում որոշակի գործողություն տանենք, դրա համար փոխում ենք այդ բաները, զամոկները, այսպես ասած, փականները։ Հիմա չգիտեմ, ոչ մի բան չեն ասել, ասում են, որ որևէ մեկը չի կարող գալ, բայց իրականում այլ պատկեր է, ըստ երևույթին իրենք իրենց վերադասին սխալ են զեկուցել, որ իրավաբանորեն Հովանավանքը պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Որևէ մեկը իրավունք չունի, եւ ոչ միայն Հովանավանքը, այլ բոլոր այն սրբավայրերը, որոնք նույնիսկ պետական հսկողության, վերահսկողության տակ են կամ հնության կոմիտեին են պատկանում կամ հուշարձանների պահպանության վերահսկողության տակ են, որքան սրբություն եւ մատուռ եւ եկեղեցի եւ վանք կա, բոլորը Մայրաթորի եւ հայ ժողովրդի սեփականությունն է։ Այնքան փոքր հոգի են, որ նույնիսկ Մյուրոնը այդ Ստեփան կոչվածը սրբալույս Մյուրոնը ամբողջությամբ վերցրել տարել էր այնտեղ։ Խուզարկություններ, հետապնդումներ հոգևորականների նկատմամբ, ձերբակալություն և կալանավորում։ Պատմության ընթացքում ուղղափառ եկեղեցին հաճախ է բախվել սրան։ Ուկրաինա, Վրաստան, Արևելյան Եվրոպա։ Հակաեկեղեցական արշավներն անցել են այս երկրների կողքով նախքան Հայաստան հասնելը։ Ինչ ռազմավարությամբ են ընթացել այդ արշավները, ինչ ճակատագրի են արժանացել և ինչպես է ուղղափառ եկեղեցին կարողացել կանգնեցնել գահավիժման ընթացքը, իմ գործընկեր Անի Աբաղյանն է մեկ ռեպորտաժում ներկայացրել։ Ուկրաինայում խուզարկություններ, հոգևորականների հետապնդումներ ու բանտարկություններ սկսվեցին 2014-ին, Մայդանի իրադարձություններից և Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո։ Ուկրաինայի որոշ քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ ուղղափառ եկեղեցու դեմ, որոնք տևեցին մոտ 4 տարի։ 2018-ին Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեմեոսը տվեց տոմոս, որը ճանաչում էր Ուկրաինայի եկեղեցու անկախությունը և ստեղծեց Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցի։ Ուկրաինայի հեղափոխականները ուղղափառ եկեղեցին դիտարկում էին որպես Ռուսաստանի ներգործության գործիք և ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակն ավելի սրվեց։ Անգամ հավատացյալների միջև բախումներ գրանցվեցին։ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավը շարունակվում է արդեն մոտ 10 տարի, վերջին տարիներին դառնալով պետական քաղաքականության մաս, Մոսկվայի ազդեցությունը զսպելու նպատակով։ Հարևան Վրաստանում ուղղափառ եկեղեցու դեմ պայքարը սկսվեց 2019-ից 2020 թվականներին։ Գլխավոր պատճառը կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն էին,
որոնք սահմանափակում էին եկեղեցու պետական արտոնություններն ու գույքային իրավունքները։ Վրաց ուղղափառ եկեղեցին մինչ այդ արտոնություններ ուներ մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտն այդ արտոնությունները չհիմնավորված էր համարել և կապում էր երկրի ռեսուրսների վերահսկման ու ընտրություններից առաջ ազդեցություն ձեռք բերելու հետ։ Երկրում ձերբակալություններ, հետապնդումներ չեղան այդ ժամանակ, բայց մթնոլորտը փոխվեց։ Պատրիարք Իլիա II կոչ էր արել հոգևորականներին պահպանել քաղաքական չեզոքություն, նշելով, որ եկեղեցին միավորող ուժ է ազգային մակարդակում։ Վրաց ուղղափառ եկեղեցին գունավոր հեղափոխությունից հետո մի շարք հարցերում անհամաձայնություններ է ունեցել կառավարության հետ։ Դրանցից ամենաքննարկվողներից մեկը 2014 թվականին Վրաստանում ընդունված հակադիսկրիմինացիոն օրենքն է, որը ներառում էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հասկացությունները։ Պատրիարք Իլիա II-ն այն բնութագրել էր որպես մեծ մեղք, որն օրինականացնում է անօրինությունը։ Նա նշել է, որ այն կտրուկ մերժվում է ուղղափառ հետևորդների կողմից։ Վրաստանում հոգևոր ուժեղ առաջնորդի շնորհիվ ուղղափառ եկեղեցին չկորցրեց իր վարկանիշն ու ազդեցությունը հասարակության վրա։ Արևելյան Եվրոպայի մյուս երկրում, Մոլդովայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավ սկսվեց 2023-ին, նախագահ Մայա Սանդուի նախաձեռնությամբ, խորհրդարանականների աջակցությամբ։ Հիմնական պահանջը եկեղեցին երկրից հեռացնելն էր։ Եկեղեցին մերժեց իշխանության պահանջներն, ինչը ստեղծեց կրոնական լարվածություն և հասարակության բևեռացում։ Մոլդովայում արշավը դեռ ընթացքի մեջ է։ Դուք նմանություն տեսնում եք եկեղեցիների դեմ արշավներում։ «2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում նույնպես սկսվեցին հակաեկեղեցական գործողություններ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով։ Սկզբում դրանք արտահայտվեցին մի քանի ակցիաներով, սակայն 2025-ին նոր թափ ստացան։ Ձերբակալեցին Բագրատ arczepiskopos Գալստանյանին, դրան հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը, 2 տարով ազատազրկումը։ Բանտում հայտնվեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Մենք չենք խոչընդոտում, դուք եք խոչընդոտում։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը հետ գնացեք։ Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Այդ նոր փուլը Փաշինյանը մեկնարկեց Հովանավանքում կարգալույծ եղած քահանայի մատուցած կեղծ պատարագին մասնակցելով։ Այս արշավը ընթացքի մեջ է, աչքի առաջ ունենալով Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձը։ Ինչպես կավարտվի, կաթողիկոսի ու հասարակության քայլերից է կախված։ Երեկ Հայաստանում վայրեջ կատարելուն պես կալանավորել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Համբարձումյանի աջակիցները հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում։ Չնայած Մասիսի համայնքապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում փախչել, նույնիսկ հայտնել է Հայաստան վերադարձի օրն ու ժամը, այդուամենայնիվ մեծականակ ոստիկանական ուժեր կային Զվարթնոց օդանավակայանում։ Տղա ինքը հայրենասեր է, հայրենիքի համար է, մեր երկրի ապագայի համար է տղես պայքարել, որը մեկ սխալ բան թույլ չի տվել, անհիմն առանց հիմքերի բռնել դատավարությունները տղայից կալանք են տվել։ Իրավական առումով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ խաղի մեջ, բնականաբար այս իրավիճակում իշխանություն լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում է, փորձում է գործընթացը հնարավորինս հարվածների եւ թիրախավորման տակ պահել։ Այսպիսի այլասերված քաղաքական համակարգի պարագայում իհարկե միշտ վրդովվում ես, բայց սպասելի է այն, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Ստեղ ուրիշ հարց է։ Դավիթը իր խաչը պատվով տարել է եւ տանելու է։ Ով է հաջորդը։ Իսկ ովքեր են հաջորդները։ Իսկ սա երբ է բրծնելու։ Իսկ սա ո՞նց է բրծնելու։ Այս դժոխքը, որում ապրում է մեր երկիրը։ Ու խնդիրը բացարձակ Դավիթի մասին չի կամ 40-ից ավել այս պահին արդեն կալանավորված մարդկանց մասին չի քաղաքական իմաստով։ Այս դժոխքը պետք է ավարտվի։
Օդանավակայանում էին նաև Դավիթ Համբարձումյանի կինն ու 4 անչափահաս երեխաները։ Լրագրողների հետ զրույցում Համբարձումյանի կինը նշել է, որ երեխաների համար շատ դժվար է, բայց նրանք ամեն ինչ գիտեն ու հասկանում են։ Դրա խոսքով դատավորը որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ ընտանիքում 4 անչափահաս է մնում առանց հոր։ Դե իհարկե հասկանում են, շատ դժվար, որովհետև անչափահաս երեխաներ են ու այս որոշումը կայացնելուց առաջ գիտեմ դատավորը ինչ է մտածել, շատ դժվար է երեխաների համար։ Երեխաներին ասել եք, չէ՞։ Այո, իհարկե։ Երեխաները իրենք տեսնում են, կարդում են եւ շատ լավ տեղյակ են իրավիճակից։ Իրանք նույնպես հպարտ են իրենց հայրիկով։ Կան հետապնդում, որ հենց դրանից հետո գործել նրա նկատմամբ սկսվի քրեական հետապնդումը, տարբեր քրեական գործեր կառուցվեն։ Իհարկե կար մտավախություն, բայց եթե բոլոր ընտանիքները վախենան ու մտածեն միայն իրենց ընտանիքի մասին, հաստատ մեր երկիրը կգնա դեպի կործանման, ինչպես հիմա որ տեսնում ենք բոլորս։ Այս ընթացքում Դավիթը ուներ հնարավորություն չվերադառնալու, բայց նա որոշեց վերադառնա, քանզի ինքը լիովին արդար է եւ վախենալու ոչինչ չունի։ Այսինքն այս ամենը համարում է քաղաքական հետապնդում։ Այո, իհարկե։ Վճռի թիվը տևողությունը ավելի ճիշտ որ տեսնում եք, կարծում եմ պետք է հիմար լինի այն մարդը, որ կասկածի, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Քանի որ եթե վճիռը դատավորը տար օրինակ 6 տարի, Դավիթը չէր կալանավորվի։ Այդ 3 ամիսը հատուկ է արված, որպեսզի Դավիթին կալանավորվի։ Չնայած նրան, որ Դավիթը պետք է արդարացվեր, քանզի նա ոչինչում մեղավոր չէ, ոչինչ չի արել, որպեսզի արժանանա պատժի։ Համբարձումյանի գործը շարունակում է մնալ քաղաքական լարվածության կենտրոնում։ Ընդդիմությունն այն համարում է քաղաքական հաշվեհարդար, իշխանությունը արդար դատավճիռ։ Ինչի համար են մեղադրում Համբարձումյանին եւ ինչը հայտնի, դիտենք եւ շարունակենք։ Մասիսի քաղաքապետ պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որին դատարանը դատապարտել էր 6 տարի 3 ամսվա ազատազրկման, վերադառնում է Հայաստան։ Վճռի հրապարակման պահին նա գտնվում էր Ռուսաստանում։ Դավիթ Համբարձումյանը թիմ ընտրություններում հաղթած ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն է։ 39-ամյա քաղաքապետը ծնվել է Մասիսում, միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ 2003-ից 2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտությամբ քաղաքագետ է։ Մագիստրոսական կրթությունը ստացել է Հայաստանի կառավարման ակադեմիայում, հանրային կառավարում մասնագիտությամբ։ Համբարձումյանը 2011 թվականից սկսել է աշխատել պետական համակարգում։ Նրա առաջին քայլերը եղել են Հայաստանի վերահսկիչ պալատում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015 թվականից եղել է ՀԵՑ-ի ներքին վերահսկողության վարչության պետը։ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է։ 2016 թվականից Մասիս քաղաքի ղեկավարը։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։ 2018 թվականի ապրիլին Հայանիստ Հովտաշատ բնակավայրերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի համար Համբարձումյանի դեմ քրեական գործ էր հարուցվել զինված խուլիգանության հոդվածով։ Այդ գործով նա կալանավորվել էր, հետո նույն տարվա աշնանը կիրառվել էր գրավ, գործը 6 տարի դատարանում էր։ Թեպետ իրավապահ համակարգը պնդում է, որ ձեռք են բերվել ապացույցներ, սակայն Դավիթ Համբարձումյանն ու նրա պաշտպանը հերքում են մեղսագրվող հանցանքները։ Համբարձումյանն իր վերջին հարցազրույցում 3 օր ժամանակ է տվել ԿՊԱ-կան Ալեն Սիմոնյանին եւ Վահագն Ալեքսանյանին, որպեսզի վերջիններս ապացուցեն Համբարձումյանի մեղավորությունը։ Ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան, որ Ալեն Սիմոնյանը եւ Վահագն Ալեքսանյանը ստում են։ Ես որևիցե միջադեպի մասնակից չեմ եղել եւ որևիցե ձայնագրություն կամ վիդեո տեսաձայնագրություն չկա, որտեղ ես որևէ գործողություն եմ անում, եւ եթե Ալեն Սիմոնյանը տենց հստակ հայտարարում էր 2-3 օրվա մեջ, եթե նա չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություններ եմ անում, ուզում եմ, որ իմ հայրենակիցները հստակ իմանան, որ նա հերթական անգամ մանիպուլացնում է մեր հայրենակիցներին, ստում է։ Վահագն Ալեքսանյանն ու Ալեն Սիմոնյանն ավելի վաղ խոսել էին ինչ-որ տեսանյութերի մասին, որտեղ իբր երևում է, թե ինչպես է Համբարձումյանը կատարում նշված հանցագործությունները։ Դավիթ Համբարձումյանի փաստաբանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ 4 անց ցուցմունք է տվել, բոլորն իրարամերժ։
Երեքը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել էին իրենց ցուցմունքներից, 4-րդն էլ առերեսման ժամանակ խայտառակ էր եղել։ Դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի արել, բայց դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական դատավճիռ։ Պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցությունների ավարտից հետո զինվորականներին հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Համասի մարտական թևն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի հրադադարի խախտման պատճառով կհետաձգի պատանների հանձնումը։ Նեթանյահուի հայտարարությունից ժամեր անց Ալ Ջազիրան հայտնել է, որ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազային։ Հրթիռները ընկել են քաղաքի տարբեր հատվածներում, մեկը Ալ-Շիֆա հիվանդանոցի հետնամասում։ Ականատեսները նշում են, որ Գազայի երկնքում նաև անօդաչու սարքեր են երևացել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ալիևը ջիրականում մասնակցել է մզկիթի հիմնարկեքի արարողության։ Արարողության ժամանակ Ալիևը խոսել է այսպես ասած պատմական արդարությունից։ Մեր ժողովուրդը եւ հավատաց արդարությանը եւ ապահովեց այն։ Մենք այս հողերի տերն ենք, թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ այսօր հրաշալի կյանք են կառուցում, ասել է նա։ Հայկական ջրականում կառուցվող մուսուլմանական կոթողը զբաղեցնելու է 1530 քառակուսի մետր տարածք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ սկանդալային հայտարարություն է արել Ճապոնիայում։ Նա Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները, որոնց հետևանքով մահացել է մոտ 500,000 մարդ, անվանել է փոքր կոնֆլիկտ։ Հետաքրքիր է, որ մենք փոքր կոնֆլիկտ ենք ունեցել Ճապոնիայի հետ։ Դուք գուցե լսել եք դրա մասին, բայց նման սարսափելի դեպքից հետո մեր երկու երկրները մնում են ամենամտերիմ ընկերներն ու գործընկերները, ասել է նա։ 1945 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգներն ատոմային ռումբեր են նետել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա։ Երկու ռումբերի պայթյուններից անմիջապես մահացել է մոտ 220,000 մարդ։ Ավելի քան 200,000-ը մահացել է ճառագայթման հետևանքով։ Զոհերի մեծամասնությունը քաղաքացիական անձինք են եղել։ Միացյալ Նահանգները $50 միլիոն դիմաց փորձել է հավաքագրել Վենեսուելայի նախագահի օդաչուին։ Մասնավորապես Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների աշխատակիցը փորձել է համոզել Վենեսուելայի ռազմաօդային ուժերի օդաչուին գաղտնի փոխել նախագահ Մադուրոյի ինքնաթիռի ուղղությունը, նրան կալանավորելու համար։ Հաղորդվում է, որ դաշնային գործակալը փորձել է հավաքագրել օդաչուին 16 ամիս շարունակ։ Հուսահատված գործակալը սկսել է սպառնալիքներ ուղարկել օդաչուին, սակայն վերջինս պնդել է, որ վենեսուելացիները չեն դավաճանում իրենց հայրենակիցներին եւ արգելափակել է ամերիկացու հեռախոսահամարը։ Միլիարդատեր Իլոն Մասկը թողարկել է Գրոկիպեդիա անվանումով առցանց հանրագիտարան։ Մասկի խոսքով Գրոկիպեդիան հիմնված է արհեստական բանականության վրա եւ նախագծվել է որպես այլընտրանք Վիկիպեդիային։ Ի տարբերություն Վիկիպեդիայի, որտեղ մարդիկ են հոդվածներ գրում եւ խմբագրում, Գրոկիպեդիան ամբողջությամբ կազմված է Գրոկ չաթբոտի ստեղծած եւ փաստերի ստուգման ենթարկված հոդվածներից։ Գրոկիպեդիան թույլ չի տալիս իր օգտատերերին նյութեր խմբագրել, սակայն Մասկն ասել է, որ օգտատերերը կարող են խնդրել Գրոկին ավելացնել, փոփոխել, ջնջել հոդվածներ եւ այն կամ կկատարի տվյալ գործողությունը կամ չի կատարի եւ կբացատրի պատճառը։ Մասկը հավելել է, որ Գրոկի եւ Գրոկիպեդիայի նպատակը ճշմարտությունն է եւ ոչինչ բացի ճշմարտությունից։ Ճապոնիա կատարած այցի ժամանակ Թրամփն այցելել է Ջորջ Վաշինգտոն ավիակրի վրա գտնվող ամերիկացի զինծառայողներին եւ պարել նրանց համար։ Թրամփը պարել է Village People-ի IMCA երգի տակ, որը նրա սիրելի երգն էր 2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Այս անգամ շատ զինվորականներ տեսագրել են նախագահի պարը եւ պարել նրա հետ միասին։ Սաուդյան Արաբիան լրջորեն է պատրաստվում 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը։ Երկիրը որոշել է մարզադաշտ կառուցել հենց երկնաքերի գագաթին։ Մարզադաշտը կգտնվի գետնից 350 մետր բարձրության վրա եւ կկարողանա տեղավորել 46,000 հանդիսատես։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2032 թվականին։ Ինչպես հաղորդում է Պարի մատչը, մարզադաշտը կընդունի 2034 թվականի աշխարհի առաջնության մի քանի խաղ, այդ թվում 4-րդ եզրափակիչը։ Ամերիկա մայրցամաքին պատոհասած Մելիսա Փոթորիկն իր ուժգնությամբ գերազանցել է Կատրին Փոթորկին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների օդերևութաբանական հետախուզության 53-րդ էսկադրիլյան հրապարակել էր այսպես կոչված Փոթորկի աչքի միջով թռիչքի կադրեր, որոնք ցույց են տալիս մրրիկի դեպի վեր ընդլայնումը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այժմի համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 15-ին։